Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են թեժ ու հետաքրքիր զարգացումներ։ Այն ամենից հետո, ինչ Անան իմացավ, ցանկանում էր բաժանվել, սակայն հիմա, երբ հասկացավ, որ Հենրին երկրում չէ, որոշեց սպասել մինչև Հենրիի վերադառնալուն։ Սակայն նշենք, որ Հենրին այս ամենը կազմակերպել է և նա ընդհանրապես երկրից չի մեկնել։ Անգելինայի վիճակն էլ գնալով վատանում է և նրա համար շտապօգնություն են զանգահարում։ Ինչ է անելու շտապօգնությունը, տեղափոխելու է նրան հիվանդանոց և ինչ է բացահայտվելու։ Անգելինան լուրջ առողջական խնդիրներ ունի և այս մասին տեղեկանալու են բոլորը։ Նրան հավանաբար արյան փոխներարկում է անհրաժեշտ լինելու, սակայն Միքայելի արյունը, որը նրա իբրև թե կենսաբանական հայրն է, չի համընկնելու Անգելինայի արյան խմբի հետ։ Ինչ գաղտնիք է բացահայտվելու այս դեպքում և ինչպես է Միքայելը սուտ հորինելու, որպեսզի այս ամենը թաքցնի։ Դրան զուգահեռ Հայաստան են վերադառնում Սոսն ու Լիլիթը, սակայն ոչ լավ նպատակով։ Նրանք գալիս են տեսնելու, թե ինչ է պատահել իրենց որդուն Արամին, ով ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում։ Իսկ թե ով է Արամի այդ վիճակի պատճառը, կիմանաք մեր հաջորդ տեսանյութում։ Ձեզ համար բացահայտելու ենք ամենահետաքրքիր նորությունները հեռուստասերիալի շրջանակներում։ Անգելինան ուշագնաց է լինում հենց այն վայրում, որտեղ Հենրին նրան սեր էր խոստովանում։ Բնականաբար նա չէր կարող անտարբեր լինել, հատկապես, որ նա չգիտի ինչու է Հենրին լքել իրեն։ Մերին էլ եկավ իր տուն ու ասաց, որ ինչ է, նա կարծում էր, որ նրանց սերն անկեղծ է ու Հենրին իսկապես կսիրեր նրան, և բնականաբար Անգելինան Մերիին տանից դուրս է անում։ Ոչ ոք չգիտի, թե ով է իրականում այս ստի հեղինակը, նրանք կարծում են, որ Միքայելը չի խաբում և նույնիսկ չեն կասկածում, որ այս ամենը Ես ձեզ ասում էի, չէ, որ այսօր հրաշալի երեկո է մեզ սպասվում ու ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ էմոցիաներով, երդվում եմ վաղուց այսքան հպարտություն, այսքան ոգևորություն եմ ուզում խոսքով ամեն ինչ միախառնվել է իրար, այսքան էմոցիոնալ օր վաղուց չէի ունեցել ու անչափ շնորհակալ եմ այն աստվածատու տաղանդի համար մամի, որ բոլորիս սենց օր պարգևեց։ Ես լավ եմ, ինչ եք պատկերացնի։ Պաշտում եմ տաղանդավոր մարդկանց, պաշտում եմ։ Այն որ շատ եք ասում, ինչ եք անում, որ դերասան եք էլի թոքաբորբով, ջերմությունով, գնում եմ նկարահանման։ 5 օր տանից դուրս չեմ եկել, սիստեմաները, որ ընդունում եմ, այդ գնում եմ նկարահանման։ Բայց չեմ բողոքում, ես մեկը սիրում եմ իմ աշխատանքը։ Բարև բոլորին, եկել եմ պատմեմ, թե ինչքան եմ սիրում իմ մասնագիտությունը, չնայած նրան, որ հիվանդ մեռնում եմ, հարթնացել եմ, ոնց միշտ խեղդվելով ընդունում եմ առավոտվա սիստեման, բայց նկարահանմանը մինչ անհետաձգել է ու այս տնային բոմժիկից պիտի ստանայի այս տեսքը, շատ դժվարությամբ ինձ դա տրվեց, դրա համար ընթացքում անգամ փոխվել եմ, այստեղ սպասում եմ տաքսիս, գնում եմ, նկարահանվում եմ, հետո բախտս բերեց, որ նկարահանման շարունակությունը Յանայի տանն էր, իսկ դա մեր տունն է, այնպես որ հավաքված են բոլորը, իմիջիալոց շատ կարոտել էի բոլորին ու համել նկարահանումները, որովհետև վաղուց չէի նկարահանվել, նու մի շաբաթ էլի, մի քանի ժամից հետո վերջացրեցինք նկարահանումները, իրական հավաքել էի իմ ամբողջ վերջին ուժերը, որպեսզի նկարվեմ ու նկարահանումից հետո ուղղակի թուլացա, չեք պատկերացնում, ջերմությունս բարձրացավ նորից սկսեցի խեղդվել ու անցանք արդեն իմ գիշերային սիստեմային ու այսպես եւս 5 օր պիտի շարունակեմ իմ այս բուժումը, թոքաբորբը շատ վատ բան է, ձեզ լավ նայեք, ուշադիր եղեք, չհիվանդանաք, պաչիկներ, հաուսա բողոք չէր, ուղղակի ասում եմ, թե ինչքան շատ եմ սիրում իմ մասնագիտությունը։ Ողջույն բոլորին, այսպես ես ուզում եմ ձեզ ծանոթացնել իմ մասնագիտության հետ, աշխատանքը դուք ամեն օր պարբերաբար տեսնում եք, բայց իրեն չեք ճանաչում, ով է նա։ Դա այն մասնավորությունն է, ով վարում է եւ իմ եւ Վերջին զանգը հեռուստասերիալի էջերը։ Ձեր բոլոր հարցերին պատասխանում է նա, եթե ինչ-որ հարցերի հետ են համամիտ չէ, ավելի
պատասխանների հետ համաձայն չեք, ես մեղավոր չեմ, մեղավոր մենք ներհանդիսանում եմ մեր հեռուստասերիալի երկրորդ ռեժիսորը։ Այ ինքնա, դες որ բոլոր հարցերով դիմեք իրեն, բոլոր նկարահանման հրապարակից բոլոր հատվածները, բոլոր ստացված և չստացված կադրերը, բոլոր հետաքրքիր, մի խոսքով է, որ էջի հետաքրքիր բարում են և մեր էջի դիտողականությունը դուք իհարկե տեսել եք, շնորհիվ իրեն, Գայանս։ Ոնց եմ ես գիրվում սենց եղանակի համար չեք պատկերացնում։ Անձրև, պարկում, ձում, էտա իմը։ Խավաստս մատորա, ռոզմյա դեպքովից նային, վսյո լավա, Մոնիկա լույս տանջատի, վսյո, ռեկա, գնացինք, ռոզ նկարում ես, նայում ես, մեկելով վայնան հելավ, եկավ ես կոմ նստես, բրդելով տանումը, խնդա, նայնայիրը, խնդա, հետոն դե բան ծույս տվեցին, Ենկոմ յուրացույսը նա, նայում ես, այն սիրունա, Հատ քաղաքը տեսեք ինձ սիրունա։ այն վերտումնա, ձեր տունումն ացույս տում, լավա ֆրանցին գնա, չենա կամրլիկը տու ինձ չէ։ Ողջույն բոլորին, այսօր մայիսի 1-ն է, այսինքն շատ սպասված օր ինձ համար, որովհետև այսօր իմ բարի փերի, իմ մեյքափի ուսուցչուհի, իմ անփոխարինելի ընկերուհի Նանեիս երկար սպասված, տարիներով սպասված մաստեր կլասն է, ես իհարկե ոնց որ միշտ ուշանում եմ, բայց արդեն հասնում եմ Armenian Marriott, որպեսզի մասնակցեմ այդ երկար սպասված մաստեր կլասին, այս իրադարձությանը, շատ ուրախ եմ ու շատ սպասելիքներով, այսօր Նանեն ցույց է տալու 2 դիմահարդարում, կիսվելու է դիմահարդարման գաղտնիքներով, մնացած աղջիկների հետ եւս։ Գնամ մասնակցեմ, անձամբ գրկեմ շնորհավորեմ իմ բարի փերին Անեին։ Բոլորիս լավ օր։ Հա ու մեկ էլ շնորհավոր մայիսին։